Ազգային ժողովի հերթական նիստերը մեկնարկեցին շաբաթվա սկզբին, օրակարգում 35 հարցեր։ Գործադիրն առաջարկում է վավերացնել ԵՏՄ անդամ երկրների և Մոնղոլիայի միջև առևտրային համաձայնագիրը, որով կազատականացվի, կպարզեցվի, ինչպես նաև սակագնային և ոչ սակագնային խոչընդոտների նվազեցման միջոցով կխրախուսվի կողմերի միջև ապրանքների առևտուրը։ Մոնղոլական շուկայի բացումը Հայաստանի արտահանողներին կապահովի այնպիսի ապրանքների մասով առավելություններ, ինչպիսիք են ծխախոտը, փայտյա կահույքից ապրանքները, գինիները, կոնյակը, շոկոլադը, հանքային ջուրը, պահածացված մրգերը, թեթև արդյունաբերական ապրանքներ եւ այլն, որոնք մինչ այս համաձայնագրի վավերացումը ունեցել են մաքսային դրույքաչափեր, համաձայնագրի վավերացումից հետո կզրոյականացվեն։ Արդյունքում Հայաստանից Մոնղոլիա ապրանքների արտահանման ժամանակ մաքսատուրքի արտոնություններից տնտեսումները կարող են կազմել տարեկան մինչև $1 միլիոն։ Համաձայնագրի գործողության ժամկետը կսահմանվի 3 տարի, հետագայում եւս 3 տարով երկարաձգելու հնարավորությամբ, եթե կողմերն այլ բան չպայմանավորվեն, նշում է զեկուցողը։ Էկոնոմիկայի նախարարը ներկայացրեց ԵՏՄ անդամ երկրների և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ Այն ենթադրում է Հայաստանից էմիրություններ արտահանվող 270 ապրանքներից 217-ի համար մուտքի արտոնյալ ռեժիմ։ Արդյունքում արտահանման այժմյան ծավալների պահպանման դեպքում հայկական արտահանողներն ուղղակիորեն կսուբսիդավորվեն $500,000, ինչը Հայաստանին կտա նոր մրցակցային առավելություն և արտահանման ծավալների ավելացում։ Հայաստանից էմիրություններ գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալը այս պահին $1.5 միլիոն է, միաժամանակ մեր ներուժը մինչև $10 միլիոն է։ Իսկ արդյունաբերական ապրանքների մասով ներառվել են այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են ալյումինե փայլաթիթեղը, ալյումինե համաձուլվածքները, բժշկական սարքերը, ռադիոէլեկտրոնային և ռադիոհեռարձակման սարքավորումները և այլն։ Պապոյանի խոսքով համաձայնագրի կիրարկման արդյունքում հնարավոր կլինի եռապատկել արտահանման ծավալները։ Օրենսդիրը քննարկեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի միջև Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոն վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 39 միլիոն եվրոյի չափով վարկային միջոցներ Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոն ծրագրի իրականացման համար։ Սրան զուգահեռ Եվրոպական միությունից դրամաշնորհային միջոցներ կհատկացվեն 6 միլիոն եվրո արժեքի չափով, ինչպես նաև համաֆինանսավորում կլինի պետական բյուջեից։ Սա ուղղվելու է արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի շինարարական աշխատանքների իրականացմանը, համապատասխան ապրանքների ծառայությունների ձեռքբերմանը, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների մատուցմանը։ Պետնախագահի վստահեցմամբ ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել և կենտրոնը, և պետական եկամուտների կոմիտեի նոր վարչական շենքը, բայց վարչական շենքն արդեն սեփական միջոցներով։ Այն գտնվելու է Պռոշյան գյուղում, ուղիղ հյուսիս-հարավ ճանապարհի հարևանությամբ եւ ինքը լոգիստիկ կենտրոն է լինելու իր պահեստային տարածքներով, կայանատեղիներով, առանձին գրասենյակներով, որտեղ որ կտեղակայվեն բոլոր պետական այն մարմինները, որոնք ծառայություն են մատուցում, եւ մեկ պատուհանի սկզբունքով կմատուցվեն բոլոր ծառայությունները արտահանողին եւ ներմուծողին։ Խորհրդարանը վավերացրեց քննարկված համաձայնագրերը։ Նախակրթարան հաճախող երեխաների տարիքային շեմը կնվազի մինչև 4 տարեկան։ Բոլոր այն բնակավայրերում, որտեղ հաստատություն ընդգրկվելու համար մեծ թվով հերթագրվածներ կան, հնարավորությունը կընդլայնվի 4 տարեկանից սկսած։ Իսկ բնակավայրերում միակ հաստատությունը լինելու դեպքում առաջարկվում է տարատարիք խմբերի ձևավորման հնարավորություն ընձեռել, հաշվի առնելով, որ այդ բնակավայրերում նախադպրոցական տարիքի երեխաների սակավ թվով պայմանավորված մանկապարտեզների կառուցումը ծախսարդյունավետ չէ։ Սա կառավարության ծրագրի կարևորագույն թիրախներից է եւ այստեղ պետք է նշել, որ բավականին մեծ առաջընթաց ունենք, մասնավորապես 2021 թվականի նկատմամբ 17%-ով աճել է 3-ից 5 տարեկան երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական կրթության ոլորտում եւ հիմա էլ 500 մանկապարտեզների եւ նախակրթարանների մեծածավալ ծրագրի ամփոփիչ փուլում ենք, արդեն ավելի քան 300 մանկապարտեզներում եւ նախակրթարաններում աշխատանքները ավարտված են եւ մինչեւ տարեվերջ այս կարևորագույն ծրագրի սահմանված թիրախները կապահովվեն։ Օրենսդրական կարգավորումը հնարավորություն կտա ընդլայնել նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածությունը կրթության ոլորտում եւ ապահովել 5-6 տարեկան երեխաների պարտադիր նախադպրոցական կրթության իրականացումը ըստ կառավարության ռազմավարական նպատակների։ Պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է հարկ վճարողների շրջանում փաստաթղթավորման, հարկային հաշվետվությունների ներկայացման, հարկային հաշվարկման ու վճարման հետ կապված խնդիրները եւ դրանք լուծելու նպատակով առաջարկում է փոփոխություններ կատարել հարկային օրենսգրքում։
Առաջի խնդիրը վերաբերում է ապրանքի վերադարձի կարգավորումներին։ Ներկայումս որոշ դեպքերում ապրանքի վերադարձի մասով գործարքը ճշգրտելու հնարավորություն նախատեսված չէ, օրինակ պիտանության ժամկետ չունեցող ապրանքների վերադարձի դեպքում եւ ապրանքների վերադարձը ձևակերպվում է որպես հետվաճառք, որը խեղաթյուրում է գործարքի տրամաբանությունը։ Մենք առաջարկում ենք, որ գործարքի ճշգրտման հնարավորություն նախատեսվի ապրանքի վերադարձի այն բոլոր դեպքերի համար, երբ գործարքի առարկա հանդիսացող ապրանքը ենթակա է վերադարձման։ Օրենքի նախագծով առաջարկվում է նաև օնլայնել ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների շրջանակը։ Մյուս խնդիրը ներկայումս ՀԴՄ-ով վաճառքների հետ վերադարձի դեպքում սահմանված են ճշգրտման տարբերակված մոտեցումներ, մասնավորապես հարկային հաշիվներով վերադարձի դեպքում ավելացած արժեքի հարկի եւ ակցիզային հարկի ճշգրտումները ներառվում են ճշգրտման անցում, իսկ ՀԴՄ-ով վերադարձի դեպքերում վաճառքի գործարքի ամսում, որի դեպքում հետ գնալու եւ հաշվետվությունները ճշտելու կարիք է առաջանում։ Հիմա մենք առաջարկում ենք, որ ՀԴՄ-ով ձեռքբերումների վերադարձի դեպքում գործարքի ճշգրտումները, երբ նվազում են ավելացած արժեքի հարկի ու ակցիզային հարկի գումարները, արտացոլվեն գործարքի ճշգրտման տվյալ ժամանակաշրջանում։ Օրենսդրական նախաձեռնությամբ մասնավորապես կվերանայվի դրոշմավորման ենթակա կատնամթերքի գծով որակական կորուստների համախառն եկամտից նվազեցման նորման, սահմանելով, որ նշված կորուստը համախառն եկամտից ենթակա է նվազեցման համախառն եկամտի 2% չգերազանցող չափով։ Սնանկության ինստիտուտը հաճախ օգտագործվում է որպես պարտքերից ամբարեխիղճ կերպով ազատվելու չարաշահումների կենսունակ կազմակերպությունների առողջացման փոխարեն նրանց գույքը փոշիացնելու, տարատեսակ եղանակներով գույքերը վաճառելու եւ լուծարման տանելու գործիք։ Ըստ վիճակագրության 2024 թվականին սնանկության դատարան է ներկայացվել 5856 դիմում, որից 4552-ը ֆիզիկական անձանց սնանկության դիմումներ են։ 2025 թվականին ունեցել ենք 4733 դիմում, որից 3946-ը ֆիզիկական անձանց սնանկության դիմումներ են։ Այս մեծ թվերը ցույց են տալիս, որ քաղաքացիները հիմնականում հեշտությամբ պարտք են վերցնում, չեն վճարում եւ սնանկ ճանաչվելով կարողանում են ազատ եւ հեշտորեն ազատվել պարտքերից։ Խնդիրը լուծելու նպատակով կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկվում է բարձրացնել սնանկ ճանաչելու շեմը 2 միլիոն դրամից դարձնելով 5 միլիոն դրամ։ Բացի այդ, նախատեսվում է, որ դատարանը դիմումը վարույթ ընդունելու փուլում կստուգի պարտապանի ֆինանսական վիճակը, նրա կատարած գործարքները, գույքի օտարումները եւ արդյունքում կասկածնել լինելու պարագայում սնանկության դիմումը կարող է մերժվել, իսկ եթե դրանք պարզվեն սնանկության գործի քննության ընթացքում, ապա դատարանը հնարավորություն կունենա ուղղակի անձին պարտքից չազատել։ Նոր օրենսգիրքը նաև կպաշտպանի բարեխիղճ պարտապաններին եւ նշված նպատակի իրականացման համար ներդրվում է կանխարգելիչ վերակառուցման վարույթը, որը թույլ կտա վերակազմակերպել պարտքերը եւ շարունակել բիզնեսը առանց սնանկության գնալու։ Նախագծով տարանջատվել են պարտապան, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց անվճարունակության հատկանիշները, հստակեցվել են ֆիզիկական անձի գույքի կազմի եւ աշխատավարձի ու դրան հավասարեցված միջոցների բռնագանձման վերաբերյալ կարգավորումները։ Նախագծով նախատեսվել են նաեւ հատուկ կարեւորության կազմակերպությունների, ինչպես նաեւ գյուղատնտեսական կազմակերպությունների սնանկության առանձնահատկությունները։